ամեն ինչից դրոշի այլում տեղի ունեցավ, միանգամից հարցերը տա, որ հերթում անդրադառնանք շատ ներսրտած էր դրա հետ կապված իշխանությունը, հայտարարությունները, խնդրում Թուրքիայի կողմից, Հայաստանի կողմից հայտարարությունները, այդպես էլ ամենայն հայոց տիրուհի Աննան որևէ կերպ չանդրադարձավ, նախագահ Քոչարյանը այդպես էլ չանդրադարձավ այդ թեմային, Նիկոլը անդրադարձավ, մինչև այդ էլ, կամ կարող եք մի քիչ ավելի հեռվից գաս, մինչ այդ էլ 10 օր շարունակ այսպես թիրախի հարձակման տակ էր հայ հեղափոխական դաշնակցությունը, ամենալրտի սանձարձակ հայտարարությունները, պատմական անդրադարձ էին կատարում այս պիղծ ԿՊԱ-ականները, Արսեն Թորոսյանները ակտիվացել և իրենց հրետանին, այսպես ասած, ազգային ժողովում։ Երևի այդտեղից գաս մի քիչ ինչու է թիրախում, ինչ տեղի ունեցավ 3 հայտարարություններ այս կողմից և այն կողմից, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկապես վերջին շրջանում իշխանությունները շատ ջղագրգիռ են և ամեն փոքր բանից ոգևորվում են այն աստիճան, որ երբեմն գնահատականներ են տալիս, որոնք ուղղակի իրավունք չունի տալով մի իշխանություն, որը դարձել է, այսպես ասեմ, պարտության, որը դարձել է խայտառակության, ազգային խայտառակության է վերածվել։ Այդ իշխանությունը ընդհանրապես հիմա ունի մի անելիք լռել ուղղակի եւ փորձել գոնե ինչ-որ կերպ ընդդիմության օրինակ առաջարկներով կամ ընդդիմության չգիտեմ, կեցվածքներով առաջնորդվել, փորձել փրկել իր դեմքը նաև միջազգային ասպարեզներում այդ ճանապարհով։ Բայց տեղի ունենում այն, ինչ տեղի ունենում, մենք տեսնում ենք, դուք էլ հիմա թվարկեցիք այդ ամենը, Դաշնակցության, ինչ վերաբերում է Դաշնակցության հասցեին այս վայրահաչոցներին, դե գիտեք, տարբեր իշխանությունների ժամանակ էլ դա մենք տեսել ենք, գիտենք, սկսած խորհրդային շրջանից, խորհրդային միության շրջանից, ես ասեմ բոլշևիկյան շրջանից, եւ վերջասած իհարկե Հայաստանի նոր անկախացման առաջին փուլից եւ հիմա արդեն 2018 թվականից սկսած։ Ես շատ կանգ չեմ առնի Դաշնակցության հասցեին այդ վայրահաչոցների վրա, որովհետեւ դրանք անարժեք են, որովհետեւ դրանք հիմք չունեն, որովհետեւ դրանք միայն օդում կրակված խոսքեր են եւ իրականում Դաշնակցությունը այնքան Էրդողանի կողմից այս փուլում կոնկրետ Ինչպես հրահանգ էր Էրդողանի կողմից այս փուլում կոնկրետ Չէ, չասենք հրահանգ էր, ես պարզապես իշխանություններն իրենք հենց էրդողանական իշխանություն են բնույթով, էությամբ, իրենց կեցվածքներով, ամեն ինչով, ազգային ամեն ինչը խորթ է նրանց համար գումարած այդ ամենին եւ այն բոլոր ուժերը, որոնք իրենց դեմ են վարած իրենց քաղաքականությանը, առանց խտրականության պետք է գանվեն եւ գանվում են ուրեմն պատին, այսպես ասեմ։ Խոսույթով ընդամենը իրականում եւ հանրությունը եւ մասնագետները եւ վերլուծաբանները եւ քաղաքագետներն էլ հասկանում են, թե ինչի հետևանք է դա իրենց կայուն եւ շարունակական պարտությունների հետևանքն է, որը նրանք ոչ մի կերպ արդեն չեն կարողանում թաքցնել, արդեն գեղեցիկ խոսքերի հետևում, չգիտես ինչ հայտարարությունների հետևում, տեղի ունեցավ բյուջեի հետ կապված այդ քննարկումը, կատարողական ներկայացումը, իրենք դա վերածեցին շոուի ուղղակի, որովհետեւ ասելիք չունի, այս իշխանությունը բացարձակապես ասելիք չունի, ոչ տնտեսության մեջ, ոչ արտաքին քաղաքականության մեջ, ոչ հասարակության հետ իր հարաբերությունները ինչ որ կերպ դրական ֆոնի մեջ ներկայացնելու արդեն հեռանկար չկա։ Իսկ գալու օրվա խորհրդին, դուք ասացիք ապրիլի 24-ն էր, դրա նախորդ օրը դրոշի Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրումը տեղի ունեցավ ջահերով երթը, այս ամենը բնականաբար արդեն հայտարարվել է, որ ցեղասպանության հետապնդումը մեր օրակարգից դուրս է, Արարատ Միրզոյանի մակարդակով, իդեպ ես դրան նորից դեռ կանդրադառնամ, ջահերով երթն էլ լսեցինք Փաշինյանի խոսնակի փոխանցմամբ, Փաշինյանի վերաբերմունք այդ արարողությանը, մարդիկ հրաժարվում են արդեն մեր վերջին կռվաններից, այսպես ասեմ, այդ վիճակին են հասել։ Վերջին կռվաններն են իմաստով, որ հայ ժողովուրդը
դեռ ունի իրավունքներ, որոնք չեն իրականացվել, որ ինքը դեռ չի առարկայացրել այդ իրավունքների պաշտպանությունը, հայ ժողովուրդը անելիք ունի այդ ուղղությամբ իր հետագա ուրեմն ճանապարհի հարցն է լուծելու այդ գործիքներով, բայց այս մարդիկ հենց այդ գործիքները նույն ձեր նշած Էրդողանի եւ Ալիևի ուրեմն պահանջով արդեն պատրաստ են նույնիսկ դրանցից հրաժարվել։ Ջահերով երթին անդրադառնալով ասեմ, որ դրոշների այրումը առհասարակ դա նույնիսկ մեկ քաղաքացին կարող է որպես բողոքի նշան այդ գործողությունը իրականացնել եւ դրա մեջ հատուկ կրիմինալ գտնել եւ դրանով պայմանավորել պետությունների Փաշինյանի խոսքով հարևան պետությունների հարաբերությունները, որ դա սադրիչ գործողություն է եւ այլն վտանգավոր, ուղղակի մանկամտություն է, զուտ մարդկանց մոլորեցնելու ձև է, տեսանք չէ, հայտարարություններ եղան հենց իշխանական շրջանակներից, որ ձայնակցեցին Փաշինյանի խոսնակի այդ հայտարարությանը, որ դա օգտակար չէ կամ չգիտեմ թուլության նշան է եւ այլ, ոչ, դա քաղաքական ակցիա է եւ ասենք Դաշնակցության երիտասարդները, որոնք այդ օրը իրենց հետ հրապարակ էին բերել նաեւ տասնյակ երկրների դրոշներ, այն երկրների, որոնք ճանաչել էին ցեղասպանությունը եւ դատապարտել, ոչ մի դրոշ չի այրվում, այրվում է հենց այդ երկու դրոշը, Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշը, ցեղասպան պետությունների դրոշը եւ այդ ցեղասպանության համար չդատապարտված պետությունների դրոշը, դա էր պահանջը եւ նաեւ դա լինելիության հետագա մեր ապագային միտված երթն է, պահանջներից մեկն էլ ինչ էր կամ դրա կարգախոսներից զարկ, երբ քեզ հարվածում են, այսինքն դու մի եղիր ուղղակի կրավորական այդ կեցվածներից հրաժարվիր, որովհետեւ միայն պայքարով է, որ հնարավոր է ուրեմն կյանքի շարունակականությունը։ Իսկ ցեղասպանության օրը հայոց ցեղասպանության Այո, ցեղասպանության օրը ժողովուրդը իր ուրեմն մասնակցությամբ իր այցերով Ծիծեռնակաբերդ ապացուցեց միայն մի բան, որ սա հիշողություն, այս հիշողություն ցեղասպանության ուղղակի հնարավոր չի ժողովրդի ուղեղից, ժողովրդի ուրեմն ներսի ջնջել, պոկել հնարավոր չի։ Ինքան ես անձամբ ուղղակի երբեմն այսպես նայում եք, էլի տարիներ են եղել, որ ես տեսել եմ, ասենք, այցելություններ Ծիծեռնակաբերդ կազմակերպված ձևով, հատուկ լոզունգներով կամ չգիտեմ, կոլեկտիվներով եւ այլն, ես դա էլ եմ տեսել, բայց երեք ես տեսնում էի ուղղակի հոսող ժողովուրդ, որին ոչ ոք չէր բերել, որին ոչ ոք չի կազմակերպում, որը ուղղակի գալիս է իր ներքին պահանջով այդ օրը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու։ Նման բաները ժողովրդի միջից անել ուղղակի հնարավոր չէ։ Փաշինյանը կարող է կանգնել, եթե իհարկե դա իր առջև դրել են այդ պահանջը արդեն, Փաշինյանը կարող է ուղղակի կանգնել կրախի առաջ։ Հիմա հայտարարություններին անդրադառնալով Փաշինյանի ուղերձներին, այսպես ասեմ, Էրդողանի ցավակցական եւ Փաշինյանի ուղերձներին անդրադառնալով, ես չէի ասի, թե դրանք նման են։ Ես ավելին կասեի, կարծես դրանք գրվել են նույն գրասենյակում, ինչ որ մի խմբի կողմից, ինչ որ ձևաչափով կազմվել են այդ ուղերձները եւ հղվել ուրեմն մի կողմից Էրդողանի պարագայում Թուրքիայի արևմտահայությանը, Թուրքիայի տարածքում ուրեմն ցեղասպանության ենթարկված հայության ժառանգներին, մյուս Փաշինյանի պարագայում Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ինչ են ասում։ Էրդողանը ցավակցում է, Էրդողանը իհարկե այնտեղ արդարացնելով նաև իրենց ներկա իշխանությունների ուրեմն պահվածքը, որ իրենք թույլ չեն տա այլևս եւ երբեք էլ թույլ չեն տվել, որպեսզի խտրականություն լինի, սա ձևականությունը ուղղակի թող, չգիտեմ, քաղաքական բառել չի, կապիկություն է նրա կողմից, որը իր շարունակությունը գտավ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, ուղերձի մեջ, ընդամենը 2 տողով, կներեք ես նախորդ օրը դրա ուղղակի հարց էի դրել, տեսնես Փաշինյանը կօգտագործի ցեղասպանության եզրույթը, թե չէ, եւ այդ ելույթների Էրդողանի ու Փաշինյանի ուրեմն
երբ համեմատում ես, տեսնում ես, որ 1-2 տեղ ինչ-որ ցեղասպանություն, եղերն, այսպիսի բաներ է գրում Փաշինյանը, բայց միայն այդքանը զուտ որպես բնութագրական։ Այնուհետև անցում է կատարում այդ ցեղասպանությունը եւ եղերնը, այսպես ասեմ, վերապրելու իր տեսլականին, թե ինչպես պետք է վերապրել, խոսում է արդեն Հայաստան սահմանագծված, սահմանազատված Հայաստանի մասին, խաղաղության, աշխատանքի, բաճանապարների եւ այլն, եւ նշում, որ դա իր եւ իր քաղաքական ուժի տեսլականն է, ուրեմն թե ինչպես պետք է վերապրել այդ եղերնը։ Որևէ դատապարտող խոսք ոչ Էրդողանի, ոչ Փաշինյանի ուրեմն հայտարարություններում, ուղերձներում գոյություն չունի այն մասին, որ ցեղասպանությունը դատապարտելի է, ցեղասպան պետությունը պետք է ճանաչի այդ ցեղասպանությունը։ Այսքանով դրանք ուրեմն թե փոխլերացնող էին, թե նման էին եւ թե նորից եմ կրկնում, շատ տպավորությունս այնպեսին է, որ նույն տեղում են գրվել։ Ով համարձակի հակարցախյան թեզեր զարգացնել Արցախից տարածքներ տան, նա չի մնա իշխանության։ Մենք տեսանք, որ արդեն 5 տարի էս մարդիկ մնում են։ Հիմա դուք մտավախություն չունեք, այո, տպավորությունը իսկապես այդպեսին է, եւ ջահելով երթին եւ երեկվա դիզայնակաբերտ այդ մարդկանց խոսքին, որ հետ գնում ենք եւ դա ասում են, որ անհնար է, հա, կարողանալ մեր միջից դա դուրս հանել։ Իսկապես կարծում եք Արցախից հետո կարծում եք դա անհնար է, որտեղ իրենք ոնց որ թե մեխանիզմներն ու մեթոդներին փայլուն իրավունք ունեն։ Հա, չմոռանանք, սիրելի Անժելա, Արցախի հարցը ուրեմն այսպես դրվեց եւ այսպիսի հանգուցալուծում ունեցավ առաջին հերթին պատերազմի միջոցով, պատերազմներ ուրեմն պատճառը, որ հանգեցինք այս իրավիճակին եւ պատերազմը ինչ որտեղ ժողովրդին եւ քաղաքական ուժերին եւ բոլորին, ովքեր ուրեմն հենց ձեր ասած ձևով Արցախյան հարցը կարևորում էին իրենց համար, բոլորին փոքրի շատ է այսպես զսպիչ դեր կատարեց բոլորի համար։ Պատերազմ է եղել, Արցախը, այո, պարտություն են կրել եւ այլն, բայց այն ինչ հետևեց Արցախի ուրեմն հետագա ճակատագրի որոշման այս ուրեմն կեցվածքներին, իշխանությունների, վաղ թե ուշ հարցը նորից բերելու է առաջի պլան եւ վաղ թե ուշ իշխանություն ստիպված է լինելու բացատրություն տալ այդ հարցի կապակցությամբ, որովհետեւ այդ հարցը իշխանության առջև դրվելու է։ Այսօր էլ երբ Հայաստանում է Արցախի Հանրապետության իշխանությունները, Արցախի Հանրապետության ազգային ժողովը կա, շուտով ընտրություններ են լինելու, ահա իշխանությունը սարսափած է նաեւ Սրանից է սարսափած, որովհետեւ դա այն ճանապարհն է, որով իրենց առջև գալու կանգնելու է այդ հարցը։ Արցախը իրենք չեն մարսել, Արցախը չեն կարող մարսել, նույն ինչպես որ ասենք չեն կարող մարսել ցեղասպանության հիշողությունը ժողովրդի միջից հանել փորձելուց հետո։ Դա իրենց խարանն է լինելու եւ այլն։ Մի բան է հայտարարելը, իրանք շատ բան են հայտարարում, հիմա էլ հայտարարում են ցեղասպանությունը մի քիչ կասկածելի է, հայտարարում են, չգիտեմ, որ իրենց օրակարգում չի բան, բայց մենք հո տեսնում ենք, որ իրենց օրակարգում է։ Վաղը նույն ձևով իրենց օրակարգում է լինելու նաեւ Արցախի համար։ Դուք էլ լավ կհիշեք, պատերազմի ժամանակ այդ 100 միլիոնը, որ Սփյուռքից եկել էր, իրենք տվեցին Պարքեվավճար։ Թվում էր, թե գումար չկա, դա այն անում, բայց ժամանակը արդյոք ցույց չտվեց այն, որ իրենք շատ կազմակերպված եւ ծրագրավորված դա արեցին, ինչու, որ հնարավորինս հեռացնեն, խռովեցնեն Սփյուռքին եւ չեզոքացնեն Սփյուռքին, այսինքն նրանք ծրագրավորված են, որ այո, այդպես է կանում, դե գնացեք ու այսուհետև չանեք, այսինքն այդ բաժանում արել։ Սփյուռքը Հայաստանից տարանջատելու փորձերն էլ էլի պատմական անցյալ ունեն եւ պատմական հիմք ունեն։ Սա առաջի դեպքը չի եւ առաջի փորձը չի։ Գուցե հա, նրանք շատ բան են արել։ Սփյուռքի կարգավիճակները Հայաստանում նսեմացնել, Սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելել, չգիտես, հազար ու մի բաներ։ Մենք տեղեկացանք, որ արդեն Իրանում ինչ որ Իրանում այո, եւ ինչ Ռոբերտ մանրամասը ներկայացրեց, փաստորեն այդ խնդիրը եւ ստեղծել են եւ իր համար, եւ Բագրատ Սրբազանի համար, եւ երեք չառաջորը դեսպանատուն է, չի գործել։
Այո, դեսպանատունը խնդրեմ, սա արդեն դեսպանատունն ինչ է, ի վերջո փոքրիկ Հայաստան է այդ երկրում, ճիշտ է, նույն ձևով տարբեր երկրներում, եւ սա շղթայական է լինելու, այսպիսի իշխանության ուրեմն դրածոներին, իշխանության հենակետերը, այս իշխանության, աշխարհի ոչ մի երկրում ոչ նորմալ աշխատել, որտեղ հայություն կա, ոչ նորմալ աշխատել են կարող, ոչ էլ կարող են ընդունելի լինել այնտեղի հայության համար։ Հիմա կսկսվի այնտեղից։ Դուք նշում եք այդ գումարները, որ տվել են սրանք իջարս են գործադրել եւ այլն, այդպես ուրեմն նսեմացնելով այդ աջակցությունը, ես չեմ կարծում, որ դա լինելու է պատճառ, որպեսզի Արցախահայությունը, ներողություն արևմտահայությունը եւ սփյուռքահայությունը ինչ որ հրաժարվի Հայաստանին հետագա օգնությունից կամ Հայաստանի կողքին կանգնելուց, այլ հարց է Հայաստանի իշխանությունների հետ իրենց հարաբերությունները, որոնք անպայման սրբագրման կենթարկվեն 18 թվին մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես էին ցույցերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այլ դեսպանատների մոտ ինչ աջակցություն կար եւ այլ Հայաստանի իշխանափոխությանը, բայց նրանք էլ ինչ որտեղ նաեւ հայաստանյան լայն ու մեծ շրջանակների պես նույն խապված վիճակում սպասում էին ինչ-որ նորությունների, նորարարությունների, ինչ-որ բարեփոխումների, բայց իրականում հանգեցին այս սխալ վերջփոթվել բացառություն Աղվան Վարդանյանի, բա ուզում էի մոլորալ փողոցում այդքան հավաքված ժողովուրդը ում էլ ասես կհանգեցներ, կբերեր շփոթության։ Լավ, անհատներին Սիրելի Անժելա ջան, ես Աղվան այնպես չի որ ես Աղվան ես առաջի ցույցը, երբ որ Փաշինյանը դուրս եկավ քայլելու, հենց այդ առաջի ցույցից ես ամեն ինչ էլ ասել եմ, քննադատել եմ, ինքս քննադատվել եմ։ Չէ, դա ես չեմ արդարանում, որ ես այդպեսին եմ եղել։ Եվ եթե Աղվան Վարդանյանն էլ եք ասում, այնպես չէ՞ որ դուք ավելի շատ եք սիրում Աղվան Վարդանյանին, քան ես, էլի։ Մարդը այո, մարդը կանգնեց եւ ասաց, որ ինքը վտանգներ է տեսնում այս ամեն ինչի մեջ։ Այդ մենք բոլորս լավ հիշում ենք եւ այդ կադրերն էլ լավ հիշում ենք, խորհրդարանական կադրերը, թե ինչպես էին Փաշինյանին փորձում կամ ինչպես Փաշինյանին դարձրեցին վարչապետ։ Այդ ամեն ինչը մենք հիշում ենք։ Հիմա տեսեք, այդ միջոցների մասին երբ խոսում ենք Սփյուռքից եկող, հիմա իշխանություն, որ իշխանությանը կարելի է վստահել, այն իշխանությանը, որը կոռումպացված չի, այն իշխանությանը, որը ազգային հարցը դավաճան չի, ազգային հարցերում հետևողական է, երկրի շահերը պաշտպանության հարցերում հետևողական է։ Բայց մենք իրականում հիմա ունենք մի իշխանություն, որը ամբողջությամբ ոտքից գլուխ թաղված է պետական կոռուպցիայի մեջ։ Պետական կոռուպցիայի մեջ։ Հիմա ես չգիտեմ, այդ դեմքերով երբեմն փորձում եմ հիշել սրանց ուրեմն որևէ նախարարի, որևէ, չգիտեմ, դատավորի, դատախազի, կառավարության անմիջապես Փաշինյանի կողքին աշխատողի, այսպես դեմքերը հիշում եմ, ու չեմ կարողանում որևէ կերպ պատկերացնել, որ սրանք կոռուպցիայի մեջ թաթախված չեն։ Քանի նախարար փոխեց։ Այսօր որ մեկի անունն են մարդիկ հիշում։ Ոչ մեկի, բոլորն էլ հեռացվել են, ասենք այն բանից հետո, երբ որ կներեք, մամուլում արդեն խոսվել է թե նրանց կառուցված առանձնատների, թե նրանց ուրեմն այսպես կադրային քաղաքականության իրենց մոտիկներին բերելու, իրենց շրջապատելու այդ բաների մասին։ Այս ամեն ինչ կոռուպցիոն տարրեր են, որոնք այսպես թե այնպես վաղը բացահայտվելու են։ Ահա, ինքը գալիս է։
Այո, մարդը գալիս է ազգային ժողով, բարձրանում է ամբիոն, իր դեմ դնում են այդ նույն թվերը եւ կա մեկ պատասխան։ Բացահայտման ուրեմն տոկոսն է բարձրացել, դրա համար թե արտագաղթը շատ է, ուրախանում է, որ թոշակառուները մահացել են 500,000-ը, հիմա 400,000 են դարձել։ Դե բնականաբար կեսը գնացել է, կեսը մահացել է, թիվը նվազել է, բայց չգիտես ինչի, հարյուրապատիկ հանցագործությունը մեծացել։ Սա է մի պետության ուրեմն պատկերը, որտեղ չգիտես ինչով է զբաղված իշխանությունը, չգիտես ում իշխանությունն է, չգիտես այսպես է ում իշխանությունն է, չգիտես ինչ շահեր են սպասարկում հայ ժողովրդի շահերից բացի։ Եթե մեր նման երկրում, որտեղ բնակչության 96%-ը հայություն է, ինչպես կարող է լինել մի իշխանություն բնական ճանապարհով, որ այդ հայության ուրեմն բոլոր իրավունքները մի քանի տարվա մեջ ուրեմն վաճառի թշնամուն եւ վաճառի ուրեմն գլոբալիստական չգիտես ինչերի։ Ես որևէ կերպ չեմ կարողանում դա հասկանալ։ Տեսեք, այս արտահայտությունը շատ բան է տպավորիչ էր, արյան բաղնիքներ եք ասեցի ստեղծել նախկինում, Կոնջոյաններ ասում։ Շատ հետաքրքիր էր, իմ հյուրերից մեկը ասաց, իրենք ապագա հանցագործությունն են արդեն փորձում բարդել ուրիշի վրա, այսինքն 4 պատերազմ բերած ուժը, իմիջիայլոց դրանից ցնցվում են, որ անդադ իրենց հիշեցնում են, որ մարդ, որ այս տականքները որ խաղաղություն բան են ասում, իրականում միակ ուժն է, որ 4 պատերազմ է բերել, ավիրել է եւ կործանել է եւ պատրաստվում է հաջորդ պատերազմին։ Իսկապես դուք այս հայտարարությունները ծրագրավորված են անում, թե ենթագիտակցորեն իրենք հասկանում են, որ հաջորդ պատերազմն են բերում Հայաստանի գլխին։ Իրենք հիմա ամեն կերպ այդպիսի հայտարարություններով մի խնդիր են լուծում, փորձել ինքնաարդարացման կամ արդարացման ուրեմն ձևեր ու ճանապարհներ գտնել, բայց դա նրանց չի հաջողվելու, վստահաբար չի հաջողվելու, որովհետև ակնհայտ է, թե այս տարիների ընթացքում, երբ իրենք են եկել իշխանության, ակնհայտ է, թե ինչքանով են նպաստել այդ ձեր նշած այդ պատերազմների ուրեմն հրահրմանը եւ իրականացմանը։ Հենց առաջին Արցախյան այդ 44 իրենց օրոք տեղի ունեցած Արցախյան 44 օրյա պատերազմը գնահատվել է որպես պայմանավորված պատերազմ։ Ինչի մասին է խոսում։ Ինչի մասին է խոսքը։ Վաղը մյուս օրը բոլոր փաստերը դրվելու են իրենց տեղը եւ ցանկացած ուրեմն հայտարարություն իշխանությունների Հայաստանի ցանկացած քայլ, ցանկացած պահվածք իր գնահատականն է ստանալու։ Եվ մնացած պատերազմները, եթե տեսնում ենք, որ պատերազմը, որից հետո է լինում, անմիջապես հիշում ես Փաշինյանի որևէ հայտարարություն օրինակ Արցախի շրջափակումը եւ այս վերջի պատերազմը ինչի հետևանք էին, Պրահայում Փաշինյանի արած հայտարարության, ինչի հետևանք էին Հայաստանի ուրեմն տարածքների օկուպացիաները, դարձյալ Փաշինյանի հայտարարությունների, որ մենք չգիտեմ Ադրբեջանի հետ այլևս խնդիր չունենք, Ադրբեջանի հետ նոյեմբերի 9-ի փաստաթղթով արդեն չգիտեմ ինչ ենք արել, բայց դրանից հետո իր զորքերը հետ է քաշում ուրեմն Խարվաճառից, դրանից հետո զորքերը հետ է քաշում Լաչինից, բոլոր տեղերից եւ ըստ էության Հայաստանի դարպասները բացում Ադրբեջանի առաջ։ Այս բոլորը պատճառաբանված է եւ իրենք որևէ կերպ խուսափել պատասխանատվությունից այս հարցում չեն կարողանալու։ Իսկ թե ինչ լճեր են, արյան լճեր են, ինչեր են նախկինում, ինչեր են արել, շատ ներողություն էլի, նախկինում այդ ամեն ինչը եթե անգամ ընդունեն, որ հա, Չէ, ներողություն, թվերը չգնանք, ես թվերի մասին չեմ խոսում, այդ լճերի մասին եմ ասում։ Եթե հա, ընդունենք պատերազմ է եղել, ընտեղել է արյուն թափվել եւ այլն, բայց այդ ամեն ինչ իմաստավոր է եղել, հա, միա ձեր պատերազմների ժամանակ տեղի ունեցածը հաշվի առեք։ Ինքը առաջին պատերազմի հաղթանակի ազատագրման մասին չի խոսում։ Ինքը ավելի շատ խոսում է երկրորդ եւ երրորդի մասին, ում իրական խաղաղություն է ամրագրված եղել։ Այո։ Ինչի մասն է, երկրորդ նախագահի ժամանակ 98 զոհ ա եղել եւ մի միլիմետր չեն զիջել եւ ամենախաղաղ ժամանակաշրջանն է եղել։ Վերջին հաշվով նաեւ եղել է քառօրյա պատերազմ։ Երրորդ նախագահի ժամանակ Ալիևն ա խնդրել որ կանգնեցնեն։ Այո։
Այս ամեն ինչը դրանք փաստեր են, որոնք կհերքեն իշխանությունների այդ ուրեմն խոսույթները, այդ հայտարարությունները եւ այնտեղ մեղադրելու հարցը եթե գա, իրենք ամենավերջինն են լինելու, որ որևէ մեկին դեռ կարողանան մեղադրել։ Տեսեք, գլխավոր տիկինը ինչու է մուրացկանությամբ զբաղվում։ Կա մի հայ, որ վստահ չի, որ այդ ընտանիքը միլիարդների է տիրապետում։ Եվ հիմա ինչ-որ ճաշկերուկներ ընդունում կրկնապատում, եռապատում են 3 միլիոն, 3.5 միլիոն, 6 միլիոն ինչ-որ թվերի մասին։ Ինչու համար է այս տիկինան իսկապես վերջին փողերն է, միլիոններն է փորձում հավաքել, թե ուրիշ խնդիր ունի։ Չէ, ես բան չեմ ասի, ինչ նպատակ ունի ինքը, ինչի համար է, դա ֆոնդ է, կարծես, որը պիտի ինչ-որ բարեգործությամբ, չգիտեմ, ինչ-որ բարեգործությամբ զբաղվի, գիտությունների ակադեմիայում էլ կարծեմ հայտարարություն եղավ, որ իրենք հրավիրել են տիկնոջը մասնակցելու ինչ-որ գիտաժողովի եւ այլն, բոլոր ֆոնդերին են հրավիրում։ Ըստ էության, դիցուք, եթե խոսքը վերաբերում է Աննայի գործունեությանը, այստեղ էլ գիտեք ինչ, կոռուպցիա կա, օգտագործելով քո դիրքը, վարչապետի տիկին լինելով հանդերձ, դու փաստորեն կեղծ այս հաջողակ գործարարներ եւ այլն, ես Հայաստանում դեռ հաջողակ գործարարի չեմ ճանաչում։ Ես Հայաստանում իրենց օրոք ճանաչում եմ բիրդան միլիոնատեր դարձածների ընդամենը եւ դրանց հավաքել ցույց տալ թե ինչ-որ հաջողակ գործունեությամբ են զբաղվել եւ գումար են ներդնում այդ սա ընդհանրապես սա պարտադիր բան է կարծես դառնում արդեն մարդուն պարտադրում են որ կամավոր ձևով գա եւ գումար տա հասկանում եք ես սրան ուրիշ բան կար Աննան Աննա Հակոբյանը փորձում է կարծես կռիչ դառնալ, կռիչ այդ բառն է, տանիք դառնալ էս բոլորի համար եւ դա ցույց է տալիս շատ բարձ, ով կգա ինձ հետ կընտրի, փողը կտա եւ այլն գործերը հաջող կլինեն, ով չէ, չէ։